Հայաստանում առաջին ագրովոլտային ցուցադրական կայանն արդեն իրականություն է։ Այն տեղադրվել է Արագածոտնի մարզի Աղցք գյուղում 5 հեկտար տարածք զբաղեցնող ինտենսիվ խաղողի այգում։ Նախագիծն իրականացվել է ֆրանս-հայկական համագործակցության շրջանակում Սանվան և Նալդեո ծրագրով, տեղական մասնագիտացված Էկովիլ Սոլար ընկերության կողմից։ Այս նորարարական լուծումը համատեղում է արևային էներգետիկան և խաղողագործությունը, նպաստելով կլիմայական կայունությանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը։ Հայաստանի առաջին ագրիվոլտաիկ կայանը այլևս բացված է։ Մենք բացում ենք Հայաստանում եւ տարածաշրջանում նույնիսկ առաջին շարժական ագրովոլտաիկ արևային կայանը։ Այն կառուցված է մեր ֆրանսիացի գործընկերների հետ միասին, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ։ Մենք աշխատում ենք նաեւ Հայաստանում Էկովիլ ընկերության հետ, որը մեր բարեկամ ընկերությունն է, ում հետ մենք շատ լավ համագործակցություն ենք եւ ամբողջ պրոյեկտային աշխատանքները իրանց հետ ենք կայացրել։ Այս կայանային նորություն է մեր երկրում, աշխատում է արհեստական բանականության սկզբունքով, բացի էլեկտրաէներգիայի արտադրելուց, նա նպաստելու է մեր դեպքում խաղողի բերքատվության աճին եւ ինչպես նաեւ ջրի խնայողությանը։ Սա Հայաստանում առաջին եւ առայժմ միակ ագրովոլտային արևային կայանն է, որը տեխնիկական լուծումներով տարբերվում է ավանդական արևային էլեկտրակայաններից։ Կայանի առանձնահատկությունների մասին մանրամասնում է Էկովիլ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Կայանը կառուցված է բավականին բարձր դիրքով, որպեսզի տակ կարողանան նաև զբաղվել գյուղատնտեսությամբ եւ կայանի տեխնիկական մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ինքը կրում է շարժական կոնստրուկցիա եւ հետեւում է արևին, ինչը կապահովի ավելի շատ արտադրողականություն եւ ներդրման ավելի արագ հետ վերադարձի հնարավորություն։ Կայանի ընդհանուր հզորությունը կազմում է 121 կՎտ, տեղադրվել են համաշխարհային դասակարգման առաջատար ընկերությունների բրենդային ապրանքանիշերը, նախատեսված է ծառայի ավելի քան 30 տարի եւ ապահովել անվճար էլեկտրաէներգիայով այս գինեգործության ուղղությանը։ Հուսանք սա կլինի շատ լավ օրինակ մեր հանրապետությունում, որպեսզի նմանատիպ կայաններ շատ տեղադրվեն եւ օգտագործվի ինչպես արևի ուժը, այնպես էլ բերրի հողերը։ Ծրագրի երկարաժամկետ ազդեցության եւ նման նորարարական եւ հեռանկարային լուծումների մասին խոսել է Սանվայն ընկերության համահիմնադիր Նվարդ Շահմուրադյանը։ Այս ագրիվոլտաիկ համակարգը տարբերվում է նրանով, որ այն ոչ թե նախատեսված է միայն արևային էներգիայից ստացվող եկամուտը ապահովելու համար, այլ առաջնահերթ խաղողի վազի բնականոն աճի եւ ի նպաստ գյուղատնտեսական մշակաբույսի է շահագործվում։ Եվ զուգահեռ հավելյալ շահույթ է ապահովում, որը կարող է ապահովել նաեւ տնտեսության շահագործման ծախսերի մասնակի փոխհատուցում։ Մեր մոտեցումը Սանվայնի նա է, որ մենք նախատեսում ենք ագրիվոլտաիկ համակարգ հաջորդ փուլին անցնել եւ անջրտի չոռոգվող ցանքերի վրա ագրիվոլտաիկ համակարգի ցուցադրական տնտեսություն հիմնենք, որպեսզի կարողանանք հաշվառել եւ տեսնել, թե որքան կարող ենք նոր մոտեցում ներկայացնել, հատկապես երաշտի դեմ անջրտի ցանքերում հացահատիկային կերային մշակաբույսերի համար, որպեսզի ապահովենք հավելյալ խոնավություն, միկրոկլիմա եւ մեղմենք կլիմայի փոփոխության հետևանքները։ Ծրագրի կարևորությունը սակայն միայն տեխնոլոգիական նորարարությամբ չի սահմանափակվում։ Այն նաև կարևոր քայլ է գյուղատնտեսության կայուն զարգացման եւ կլիմայական մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից, նշում է Նալդեո գրուպի ինովացիոն տնօրեն Պոլին Պլիսոնը։ Մշակված ծրագրային ապահովումը կառավարում է արևային վահանակների շարժը, դրանք պաշտպանում են բերքը ուժեղ արևից, օպտիմալացնում ջրի ծախսը եւ միաժամանակ արտադրում էլեկտրաէներգիա։ Նպատակն է ստանալ կրկնակի օգուտ թե գյուղատնտեսության, թե էներգետիկայի համար։ Սա հայ-ֆրանսիական հարաբերությունների շատ լավ օրինակ է։ Հերթական անգամ Ֆրանսիան ապացուցեց, որ տարածաշրջանում հենց մեր հետ է ուզում աշխատել։ Համայնքը այս պատրաստականության կանգնած է ցանկացած ներդրման կողքին։ Tout d'abord, je voulais vous dire, je suis très heureux d'être parmi vous aujourd'hui. Միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Տկոտինին։ Նա շնորհավորեց ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնության իրականացման գործում եւ ընդգծեց ֆրանս-հայկական համագործակցության կարեւորությունը։ Դեսպանը նշեց նաև, որ այս միջոցառումն առանձնահատուկ է ոչ միայն Հայաստանի համար, այլև անձամբ իր, քանի որ իր դիվանագիտական առաքելության շրջանակներում սա վերջին պաշտոնական բացման արարողությունն է, որին նա մասնակցում է։
Սուսաննա Գևորգյան, Կարեն Եփրեմյան, Ելակետ լրատվական։